Եվ այսպես թուրքական բայրակտարները եւ իրանական շախեդները Հայաստանի Հանրապետության երկնքում հարգելի հեռուստադիտողներ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում կրկին խոսում է այն մասին, որ շատ է ցանկանում, շատ է ուզում Հայաստանի Հանրապետության նախկին 3 նախագահների հետ բանավիճել Արցախյան հարցի հակամարտության վերաբերյալ, ինչպես նաեւ պարբերաբար թե Նիկոլ Փաշինյանը, թե տարբեր ԿՊԱ-ականներ օրերն են նշում, թե քանի օրեկան է մեր եւ Ադրբեջանի միջև հասած խաղաղությունը, այս պարագայում արդեն կարող ենք ասել, որ 2 ամիս 2 օրեկան է։ Իսկ ինչ են մտածում Ադրբեջանում այս ամեն ինչի մասին, իրենք էլ են հաշվում խաղաղության օրերը եւ ամիսները։ Ադրբեջանում այլ տրամաբանություն կա եւ այդ տրամաբանությունը շատ վառ կերպով դրսեւորվեց վերջերս այդ երկրում կայացած թուրքական պետությունների 12-րդ գագաթաժողովի շրջանակներում, թուրքական պետությունների ղեկավարների 12-րդ գագաթաժողովի շրջանակներում գագաթաժողով, որի արդյունքով Ադրբեջանում ընդունվեց այսպես կոչված Գաբալայի հռչակագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ, որում առանձին կետ կա Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող կոմունիկացիայի վերաբերյալ, որը կոչվում է Զանգեզուրի միջանցք։ Երբ որ ադրբեջանցիները ասում են Զանգեզուրի միջանցք, իրենք բովանդակային առումով հասկանում են հետևյալը. Հայաստանի Հանրապետության տարածքով մի կոմունիկացիա, որը պետք է գործի այն նույն ֆորմատով եւ ռեժիմով, որով 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը գործել է Լաչինի միջանցքը, այսինքն առանց սահմանապահների, առանց մաքսային վերահսկողության եւ ընդհանրապես առանց որևիցե վերահսկողության։ Եվ մենք հիմա տեսնում ենք, որ թուրքական պետությունների ղեկավարների գագաթաժողովում ընդունում է հռչակագիր, որտեղ առանձին անդրադարձ կա Զանգեզուրի միջանցքին, ինչն է նաև հատկանշական հարգելի հեռուստադիտողներ։ Ընդամենը վերջերս Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը Կոպենհագենում հանդիպել են եւ ըստ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի Նիկոլ Փաշինյանը առանձին խոսել է այն մասին, որ այդ խոսույթը կապված Զանգեզուրի միջանցքի հետ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է, բայց մենք տեսնում ենք, որ նույնիսկ խոսույթի մակարդակով կամ այս նախագծի աշխարհաքաղաքական նախագծի բրենդավորման տեսանկյունից Ադրբեջանի նախագահը չի ուզում զիջել եւ պահանջում է հենց Զանգեզուրի միջանցք։ Այս հարցը կարելի է տարբեր դիտանկյուններից քննարկել, եկեք այսօր այս դիտանկյունը ուսումնասիրենք։ Հարգելի հեռուստադիտողներ, ինչ է ասում ադրբեջանական ռոպագանդան։ Ասում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենցն է, իրենց հերոսն է, իրենց դաշնակիցն է, իրենց գործընկերն է, իրենց բարեկամն է։ Նիկոլ Փաշինյանն էլ այստեղ Հայաստանում ինչ է ասում, որ մենք կարող ենք ունենալ այն նույն արդյունքը, որը ունենք հիմա, պարզապես առանց զոհերի։ Ադրբեջանում այս հարցը այնուամենայնիվ ներքաղաքական օրակարգի կարևոր մաս է դառնալու, եթե ոչ արդեն դարել է։ Եթե Նիկոլ Փաշինյանն իրենցն է, Նիկոլ Փաշինյանն պատրաստ էր ամեն ինչ զիջել, ապա ինչու էր անհրաժեշտ պատերազմը։ Ինչու են անհրաժեշտ հայկական կողմից մոտ 5000 զոհ, Ադրբեջանի կողմից մոտ 10000 զոհ։ Ադրբեջանի նախագահը խնդիր ունի բացատրել, թե ինչի համար է դա անհրաժեշտ եւ բացատրությունը կարող է լինել հետեւյալը. մենք զոհեր տվեցինք Արցախում, որպեսզի Հայաստանի տարածքով ստանանք միջանցք, այնպիսի միջանցք, ինչպիսին է ժամանակին Լաչինի միջանցքը։ Սա առաջին դիտարկումը Ադրբեջանում կայացած այդ թուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովի վերաբերյալ։ Երկրորդը, տեսեք, այդ փաստաթղթի տակ Գաբալայի հռչակագրի կա 2 պետությունների ղեկավարների ստորագրություն, որոնք Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի անդամներ են։ Թուրքական պետությունների կազմակերպության մաս են կազմում Ղազախստանը եւ Ղրղըզստանը։ Մենք իրենց հետ ՀԱՊԿ անդամ պետություններ ենք հանդիսանում։ Այստեղ եկեք շատ կարևոր դիտարկում անենք, հարգելի հեռուստադիտողներ։ ՀԱՊԿ-ը որպես ինստիտուցիոնալ կառույց Հայաստանի համար կարևոր էր ոչ միայն Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական հարաբերությունները այլ մակարդակի դուրս բերելու համար, այլ որպեսզի մի շարք պետություններ, նախկին Խորհրդային Միության տարածքի պետություններ, որոնք կապեր ունեն Ադրբեջանի հետ, հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման պահին չլինեն Ադրբեջանի դաշնակիցը։ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր գործունեությունը հենց դրան ուղղված պետք է լիներ։ Ինստիտուցիոնալ առումով մենք այնպես պետք է անենք, որ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակներում նույն Ղազախստանը եւ Ղրղըզստանը Ադրբեջանի դաշնակիցը չդառնային, ավելին, որ միջազգային այլ հարթակներում իրենք մեզ համար խնդիր չդառնային պայմանավորված մեր խնդրով Ադրբեջանի հետ։ Եվ եթե անկեղծ լինենք եւ էմոցիաները մի կողմ թողնենք, տասնամյակներ շարունակ դա հաջողվում էր անել
ոչ Ղրղստանը, ոչ Ղազախստանը Հայաստանի Հանրապետության համար խոչընդոտ չեն հանդիսացել, օրինակ, չգիտեմ, նույն ԱՊՀ անդամ պետություն դառնալու համատեքստում խոչընդոտ չեն հանդիսացել Մաքսային միության կազմ մտնելու համար, Եվրասիական տնտեսական միության կազմ մտնելու համար, մեր դեմ տնտեսական պատժամիջոցներ չեն կիրառել պայմանավորված Ադրբեջանի հետ հակամարտությամբ, Ղարաբաղի առկայությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը սառեցնելով Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին փաստացի դե ֆակտո դուրս գալով ՀԱՊԿ-ից ինստիտուցիոնալ առումով Ղրղստանի եւ Ղազախստանի հետ հարաբերությունները իջեցրել է ավելի ցածր մակարդակի, դրա փոխարեն նոր բան չառաջարկելով, դա էլ իր հերթին այդ երկրների ձեռքերը ազատել է, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց պատկերացրած հարաբերությունների համակարգը կառուցեն Ադրբեջանի հետ, Ադրբեջանին էլ աշխատելու նոր տեղ է բացել, դրա համար էլ Ղազախստանը եւ Ղրղստանը աջակցում են այնպիսի ձևակերպումների, որոնցում կան ուղիղ սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ եւ եւս մի չափազանց կարեւոր դրվագ կապված թուրքական պետությունների գագաթաժողովի հետ հարգելի հեռուստադիտողներ կրկին ասենք Նիկոլ Փաշինյանը խոսում է բանավեճի մասին, խոսում է 2 ամիս 2 օրեկան խաղաղության մասին, 2026 թվականին Հայաստանում անցնելու է օրինակ եվրոպական համայնքի գագաթաժողովը կամ կլիմայական COP17 գագաթաժողովը, իսկ ինչ է լինելու Ադրբեջանում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իթիվս այլնի առաջարկել է, որ Ադրբեջանում թուրքական պետությունները 26 թվականին զորավարժություններ անցկացնեն, այսինքն պատկերացնում եք, չէ՞, Ադրբեջանը զենք, զինամթերք, այլ երկրների զորքեր է բերում Ադրբեջան, մենք այստեղ բերում ենք Էրդողանին, Ալիևին, Մակրոնին, իմիջիալոց Էմանուել Մակրոնը հերթական անգամ վարչապետի փնտրտուքների մեջ է, միգուցե Նիկոլ Փաշինյանը լավ կլինի գնալ Ֆրանսիա եւ այնտեղ վարչապետ աշխատել, համ մենք մեր գլխները կազատենք, համ էլ որոշակի առումով Ֆրանսիայից վրեժ կլուծեինք 2022 թվականի հոկտեմբերի 6-ի փաստաթղթի համար, որով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, բայց վերադառնանք բուն մեր թեմային, տեսեք, ստացվում է Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մենք պատրաստում ենք տարբեր միջազգային ֆորմատի միջոցառումների։ Ինչ են ասում Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները, նրանց սատարող ուժերը, տարբեր փորձագետները, լրատվամիջոցները, ով ասեց, որ միայն Հայաստանն է Ադրբեջանի հարևանը, ով ասեց, որ միայն Հայաստանի հետ Ադրբեջանը ունի խնդիր։ Եվ ինչ են ակնարկում, որ օրինակ Ադրբեջանը ունի խնդիր Իրանի Իսլամական Հանրապետության հետ, Իրանում էլ իմիջիալոց սրա վերաբերյալ վերջին շրջանում բավականին անկեղծ գնահատականներ են տալիս, օրինակ ասում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղիղ մասնակցություն է ունեցել Իրանի նախկին նախագահ Իբրագիմ Ռայիսիի սպանության մեջ, որովհետև նա էր պնդել, որ Ռայիսին այցելի Ադրբեջան եւ այդ այցելությունից հետո է ուղղաթիռը կործանման ենթարկվել։ Ավելին կան գնահատականներ առայն, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելի հետ Ադրբեջանի տարածքից եւս հարվածներ են հասցվել Իրանի Իսլամական Հանրապետությանը, ու այս իրավիճակում բացահայտ խոսվում է այն մասին, որ Ադրբեջանը ունի այլ թշնամի, այդ թշնամին Իրանի Իսլամական Հանրապետությունը, մենք էլ մեր երկրի տարածքով Ադրբեջանին հանձնում ենք կոմունիկացիա Լաչինի Միջանցքի տրամաբանությամբ գործող, այսինքն մենք Իրանի հետ սահման ենք բերում ադրբեջանցիներին, ինչ ենք մենք ակնկալում այս ամեն ինչի արդյունքում, որ պատերազմ չի լինի, կամ եթե պատերազմ չլինի, կամ եթե պատերազմ լինի ադրբեջանցիները մեր տարածքը չեն օգտագործելու Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողություններ իրականացնելու համար, թե մենք կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ այս ամենի վերջնարդյունքը լինի ոչ թե 4-րդ հանրապետության հռչակումը, այլ լինի այն, որ Ադրբեջանը եւ Իրանը մեր տարածքում ռազմական բախման կան, դա էլ իր հերթին կհասցնի նրան, որ Հայաստանի Հանրապետության երկնքում արդեն կլինեն ոչ միայն թուրքական բայրակտարներ, այլ նաև իրանական շախեդներ, դրանից բխող բոլոր հետևանքներով, մտածեք այդ մասին։